Պարոն Մեսրոպյան, մեզ տրված այս զեկույցում, այստեղ բաժին կա, որտեղ հանրահայտարարությունների կարգավորող հանձնաժողովում դիմում բողոքների վերաբերյալ 2024-2025 թվականների համեմատական ցուցանիշներն են ներկայացված։ Էլեկտրամատակարարման վերաբերյալ տարբերությունը նշված է 24 թվականի 25-ի 266, այս դիմում բողոքները հիմնականում ինչի է վերաբերվել, կա արդյոք նրանց մեջ բողոքներ, որ վարձավճարը եվրայի գերազանցում է, այսինքն հարցադրումներ են տեղ ունենում, եթե այդպիսի բողոքներ կան, ապա վարձը ավել վճարելու հավելագրումների վերաբերյալ ինչ ընթացք է տվում, ինչպես այդ հարցը լուծվում, եւ պարոն Մեսրոպյան, ճիշտ է, դուք չեք պատասխանում ոչ օրակարգային հարցերի, բայց այնուամենայնիվ ձեր անձի վերաբերյալ բազմաթիվ որակումներ կան, այն որ Նիկոլ Փաշինյանը ձեր շեֆն է, քաղաքական պատվերներ է կատարում, այս ձեր մասին այս որակումները ձեզ շեն ապահովում եւ ինչպես եք դուք պատրաստում խոսքով փարատել դրանք։ Ես դրանք ոչ միայն խոսքով եմ փարատում, այլ նաև գործով, բայց ես կանդրադառնամ ոչ օրակարգային ձեր հարցին, խնդիր չկա, բացառության կարգով։ Ուրեմն ինչ է։ Առաջին հարցը դիմում բողոքների ինչպիսին լինելու վերաբերյալ է, ուրեմն բողոքների հիմնական մասը, եթե ընդհանրական ասենք, վերաբերվում է մատուցված ծառայությունների որակին, այո, նաև դուրս գրված հաշիվներին եւ անխափանելիությանը, անջատումների քանի, ինչպես նաև նոր միացումների մասով բավական դիմում բողոքներ եւ դա տարիների վեր այդպես է եղել, նոր ինչ-որ ստատիստիկա կամ նոր sense ցայտուն տարբերվող պատկեր չունենք նախորդ տարիների նկատմամբ։ Հիմա ձեր հարցի մեջ էլի դուք փորձում եք ոնց հասկացա անդրադառնալ հավելագրումներին, բայց հավելագրումների մասով ես այդ տիրույթում եթե պատասխանեմ, այսինքն համեմատվել է 24-25 թվականը, իհարկե հավելագրումների մասով ես արդեն ասացի, որ բոլոր տարիներին էլ առանձին դեպքերում բողոքներ ունեցել ենք։ Մի դեպքում ապացուցվել է դա, մի դեպքում չի ապացուցվել եւ հետեւաբար ուզում եմ հասկանամ ձեր հարցի բանը էլի առանցքը ինչ եք ուզում այս բան այդ մասով լսել ինձանից։ Պարոն Մեսրոպյան, ուզում եմ հասկանալ այդ դեպքում հավելագրումների վերաբերյալ լուծումը ինչպիսին է լինում։ Ընթացակարգը եթե դա ապացուցվում է, որ իսկապես այդտեղ հավելագրում է եղել, վարույթ է հարուցվում այդ ապացույցների շրջանակում եւ վարույթի շրջանակներում կարող են կիրառվել առնվազն 4 ելք նկատողություն, նախազգուշացում, չէ, նկատողությունը հենց այդ նախազգուշացումն է, այս կամ այն քանակի դրամական տուժի ենթարկել ընկերությանը, ընդհանուր մինչև լիցենզիայից զրկման հարց կարող է դա դառնալ, էլի նայած հանձնաժողովը տվյալ դեպքում ինչ կորոշի։ Եվ ձեր անձի վերաբերյալ։ Իմ անձի վերաբերյալ։ Այո, ես էլ հաճախ լսում եմ, հենց հատկապես այն պահից սկսած, երբ որ հեծի թեման արդեն ի հայտ եկավ, ես լրիվ տրամագծորեն հակառակ կարծիք ունեմ այդ մասին։ Մենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հիմա շատ ավելի շատ անկախ է եւ ինքնուրույն, քան թե երբևէ եղել է։ Ինչու՞, որովհետեւ այն խնդիրները, որի մասին մենք խոսում ենք հեծի հետ կապված, դուք ինքներդ էլ մատնանշեցիք, ձեր գոլեգաները, տարիներ շարունակ այդ խնդիրները եղել են։ Եվ որևէ անգամ այդ խնդիրներին չի տրվել այնպիսի լուծում, ինչպիսի ճանապարհով, որ գնում ենք, իսկ դա խոսում է այսօրվա հանձնաժողովի անկախության մասին, ոչ թե կախվածության մասին։ Այն պատճառները, որի համար
հեծին զրկել են լիցենզիայից, այն հիմքերը, այն կետերը, եթե ծանոթացել եք կամ խորհուրդ եմ տալի անպայման ծանոթացեք, այդ ամեն ինչը տարիների վեր եղել է։ Բա որ իրանք ինձնից անկախ էին, բա որ իրենք ինձնից ուժեղ էին, մեզանից ուժեղ էին ավելի շուտ, ինձնից չասեմ կոլեգիալ մարմին ենք։ Բա ինչու չէին գնում այդ քայլը։